ընտանիք, Հայաստանը պետք է փրկենք։ Հայաստանը փրկելու համար մեր կարող ուժեր ունենք։ Այդ կարող ուժերը թող համախմբեն, ես կիսամեռ մարդ եմ, դիակ եմ, քայլում եմ, աչքիս մեկը չկա, սրտային հիվանդ եմ, վիրահատված, շաքար ունեցող մարդ, ու հազիվ կանգնում եմ ստեղ, ով գալիս է, մի հատ բան ասա, ազգի խոսողները չկան, այսօր ես կառավարության նիստը նայեցի, ազնվությամբ հետևում եմ, մարդ պիտի իր թշնամուն էլ նայի, որտեղ նա ինչ է պատրաստ, դու էլ հականարա ինչ-որ մի բան պատրաստես։ Կառավարության նիստում կառավարության ղեկավարն ասում է, գիտեք, գյուղերում այսինչ ծրագրեր են դրել, հավանություն եմ տալիս այդ ծրագրերին, ես եմ մարդ չեմ, որտեղ ես բյուջեի աշխատող եմ եղել, այդ ծրագրերում տալիս է 50%-ից ասենք փոխհատուցումներ են տալիս, ուզում են որպես զարգացնեն բիզնեսը, բայց այսօր ասում է գրքի կարիք ունենք, գրքասեր պիտի լինես, ընթերցես, գիտական կարիք քիչ է, ու մեկ ասում տա, եւ ինքը ասում է ինձանից սկսած, այս շրջապատը ասում է պետք է ասում ուսումնասիրենք, լավ չենք ուսումնասիրել, մենք 7 տարի մնացել ենք առաջի դասարանում, ինչ է նշանակում, 7 տարի մնացել ենք առաջի դասարանում, ոչ մի դպրոցում 2 տարի եթե մեկը մնում է, 7-րդ տարին չի շարունակում դպրոցում սովորելու, կամ հեռացնում են, կամ էլ խնդրում են, որ դրա տարեք ուրիշ դպրոց։ Հիմա ես ոչ նշանակել եմ, հարգում եմ պաշտոնը, ես միշտ մեծի հարգող եմ եղել, ես եղել եմ միշտ պետականամետ մարդ, եթե ոչ նշանակել եմ, ոչ էլ հանում եմ, ուղղակի խնդրում եմ, ամեն մարդ իրան գործով զբաղվի, ամեն մարդ իր գործ ունի, զբաղվի, երկրի ոտքի կանգնենք, ոչ թե գիտնականը տանենք ինչ-որ մի դպրոցում, ասենք, թերի կրթությունը ստանա, այս մեկն էլ պրոֆեսոր մարդ հա, տանենք բան չի իմանում, ընդեղ մի քիչ խնկալ